Եթե մեկը կամենում է իմ հետևից գա, թող ուրանա իր անձը և իր խաչը մշտապես վերցնի և գա իմ հետևից։ Որովհետև ով որ կամենա իր անձը փրկել, այն պիտի կորցնի, իսկ ով որ իր անձը ինձ համար կորցնի, այն պիտի փրկի։ Սիրելի քույրեր և եղբայրներ ի Քրիստոս, մեր եկեղեցին տերունավան իմաստությամբ մեզ առաջնորդում է ապահով արահետներով դեպի Տիրոջ խոստացված փրկությունը։ Եվ եկեղեցին երբեք թույլ չի տալիս, որպեսզի մենք մեր հոգևոր վարժանքների մեջ տկարանանք և կամ կյանքի այս ալեկոծությունների մեջ չգտնենք, թե որն է ճշմարիտ այն ճանապարհը, որը մեզ առաջնորդում է դեպի հավիտենական կյանք։ Եվ յուրաքանչյուր հանգրվան մեր կյանքի մի խորհուրդ է, յուրաքանչյուր հանգրվան մեր կեցության Տիրոջ կողմից տրված մի պատգամ է, որը մեզ ավելի կոչված է զորացնելու և ամրապնդելու մեր հավատի մեջ։ Եվ այսօրվա Կիրակի խորհուրդը, սիրելիներ, կարմիր Կիրակի խորհուրդն է։ Նահատակության խորհուրդն է, որ մեզ փոխանցում են մեր հայրերը, որպեսզի մենք մշտապես մտաբերենք նահատակության գինը և արժեքը Աստուծո հայացքի ներքո, որովհետև Սաղմոս ասում է, պատվական է սրբերի մահը Աստուծո աչքերի առջև։ Երբ մենք յուրաքանչյուրս մեր մանկության մեջ ունենում էինք այցելուներ մեր օջախներում, երբ գալիս էին մեր հասակակիցները, ապա մենք հիշում ենք ինչպես էին մեր ծնողները մեզ համոզում, հորդորում, որպեսզի մենք մեր լավագույն ունեցածը տանք, որպեսզի այդ մանուկը խաղանք։ Եվ մենք երբեմն ապրում էինք խռովահույս պահեր, որովհետև մտածում էինք ախր դա իմ ամենասիրելի խաղալիքն է։ Եթե հանկարծ կոտրի այդ խաղալիքը, ես ինչ եմ անել։ Դա իմ ամենահաճելի զբաղմունքն է։ Եթե հանկարծ վնաս հասցնեն այդ զբաղմունքին, կորցնեն դրա այդ մանր մասերը, ես ինչպես եմ այդ ամբողջությունը վայելելու այդ զբաղմունքի։ Բայց մեր ծնողները շարունակում էին մեզ հորդորել և համոզել, որպեսզի մենք մեր լավագույնը տանք այդ երկրորին։ Սիրելիներ, քրիստոնեական մեր կյանքում Աստված մեզանից կամենում է մեր կյանքի ամենանվիրականը։ Եվ դուք յուրաքանչյուրդ խորեցեք ձեր մտքում, թե որն է այն ամենանվիրականը, որից պատրաստ կլինեիք հրաժարվել Աստուծո պահանջով և հանուն Աստծո։ Ձեզանից շատեր կսարսափեն այս հարցումից, շատեր ուղղակի քմծիծաղ կտան մտածելով, թե այդ ամենը ես ձեռք եմ բերել իմ քրտինքով, չարչարանքով, ինչպես կարող եմ ես այդ ամենից հրաժարվել։ Ուրիշներ կասեն, բայց չէ որ այդ նվիրականը Աստծո տվածն է, ինչպես Աստված կարող է առնել։ Եվ մենք բազում այդպիսի պատճառաբանություններ կբերենք մեր կյանքում, որովհետև մենք պատրաստ չենք հրաժարվելու այդ ամենանվիրականից։ Եվ երբ հայրերը խոսում են նահատակության մասին, խոսում են Աստծուն և հանուն Աստծո ամենանվիրականը զոհաբերելու համար։ Երբ նահատակները գնում էին նահատակության, գնում էին իրենց հավատի ամրությամբ, իրենց ողջ ներքին այդ զորեղությամբ, որով որ նրանք պատրաստական էին Տիրոջ հետ միավորվելու, որովհետև հավատում էին Տիրոջ այն խոստմանը, որ եթե իրենց խաչը վերցնեն և հետևեն Տիրոջը, ապա իրենք պիտի փրկվեն։ Որովհետև իրենք իրենց անձն էին դնում, և երբ մենք կարդում ենք բնակիրը հունարեն նոր կտակարանի, երբ այստեղ ընթերցում ենք անձի մասին, հունարենը մեզ ասում է
երբ քո կյանքն ես դնում, իրենք իրենց կյանքն էին դնում Աստուծո համար, որովհետև հավատում էին, որ դա է իրենց խաչակցությունը Տիրոջ հետ։ Տերը խաչը բարձրացավ յուրաքանչյուրիս մեղքերի համար։ Ավելին, Տերը այդ խաչարար մահը ստանձնեց, որպեսզի մեզանից յուրաքանչյուրը փրկության արժանանա։ Հետևաբար, եթե Աստված իր կյանքը տվեց յուրաքանչյուրիս համար, ապա այդ նահատակները, մարտիրոսները մտածում էին, մեր կյանքը, որ Աստծո պարգևն է, ինչ է, որ մենք չտանք Աստուծո համար։ Եվ այս համարձակության, այս վճռականության մեջ նրանք գնում էին եւ իրենց արյունն էին հեղում Տիրոջ նմանությամբ, հավատալով, որ Տիրոջ հետևելու ճանապարհը միայն եւ միայն այդ է։ Այսօր էլ բազում քրիստոնյաներ կանգնած են այնպիսի ընտրության առջև, որովհետև նախընտրում են խաչը չթողնել իրենց ուսերից, վայր չդնել խաչը, որովհետև այն վկայությունն է իրենց հավատի, եւ եթե իրենք նեղությունների, հարձակումների եւ հալածանքների մեջ են, ապա նախընտրում են այդ խաչը իրենց ուսերին նահատակվել, իրենց արյունը հեղել եւ իրենց կյանքը ընծայել Աստծուն, հավատալ, որ պիտի վերամիավորվեն Քրիստոսի հետ։ Սակայն սիրելիներ, այսօր թերևս այստեղ կարիքը չկա, որ մենք մեր նահատակությունը այդ ճանապարհով իրագործենք։ Սակայն Աստծո հրավերը, Աստուծո հարցումը մեզ մշտապես վերստին ուղղում է, թե որն այն նվիրականը, որ մենք պատրաստ ենք ընծայել Աստուծո առաքելության համար, առաքելություն, որ մեր փրկությունն է, այսինքն ինչի ենք մենք պատրաստ հանուն քրիստոնեական մեր վկայության։ Եվ այստեղ ես վերստին պիտի հրավիրեմ ձեզ, որ յուրաքանչյուրը ձեր մտքում խորհեք եւ մտածեք, թե արդյոք պատրաստ եք դուք ընդհանրապես ինչ որ բանից զրկվել, ինչ որ բանից բաժանվել, ինչ որ բանից այլևս շփվել հանուն այդ առաքելության եւ քրիստոնեական ձեր հավատի վկայության։ Եվ Քրիստոս իր հետևորդ առաքյալներին եւ աշակերտներին խոսում է, ասում է, եթե մեկը կամենում է իմ հետևից գալ, թող ուրանա իր անձը եւ իր խաչը մշտապես վերցնի եւ գա ինձ հետևից։ Սիրելիներ, մոլորություն է, երբ մենք կարծում ենք, թե մենք պիտի ինչ որ մի առիթ ունենանք եւ այդ առիթի կամ այդ պատճառով կամ այդ իրավիճակում մենք պետք է միանվագ որոշում կայացնենք եւ այլևս ասենք մենք վճռել ենք թե ոչ, մենք գնում ենք նահատակության թերով։ Տերը խոսում է այդ խաչը վերցնելու եւ մշտապես կրելու մասին։ Տերը մեզ խոսում է ժամանակի մեջ երկարատև գործունեության մասին։ Այսինքն մեկ անգամ չէ, որ մենք պիտի մեր կյանքով վկայենք Տիրոջը, փակենք ավետարանը, ասենք վերջ, մենք արեցինք ինչ որ մեզանից պահանջվում է, փրկությունը ապահովագրված է, Քրիստոս երաշխավորում է, մենք հավատում ենք նրա տված երաշխիքներին եւ սա բավարարում է մեզ։ Այդպես չէ քրիստոնեական վկայությունը, սիրելիներ։ Աստված մեզ միշտ հրավիրում է, որ մենք խաչը կրենք մեր ուսերին, որովհետև ամեն մեկից Տերը տալիս է խաչաբաժինը այն խաչի, որը նա կրում է, ինչպես Հովսեփ Հյուրենացուն տրվեց Տիրոջ խաչը կրելու համար, արդյոք կարող էր նա այն կրել, չէ, եւ մենք դրա վկայություն ունենք, թե ինչպիսի դժվարությամբ էր նա այդ խաչը տանում, որովհետև Աստուծո խաչը ոչ ոք չի կարող կանել։ Սակայն մեզանից յուրաքանչյուրիս տրվում է այն խաչը, այն խաչաբաժինը, որը մենք կարող ենք առնել մեր ուսերի վրա եւ քայլել այդ խաչելության մեր ճանապարհը։ Մենք ամենքս ճանապարհ ունենք անցնելու հանուն Տիրոջ։ Մենք ամենքս ուղի ունենք գնալու ի սեր Աստուծո, որովհետև այդ դժվարության,
այդ փորձության, այդ չարչարանքի մեջ է ճշմարտապես դրսևորվում մեր սերը, ճշմարիտ մեր զգացումը Աստծո նկատմամբ։ Դուք կարող եք ասել եւ հարցնել, արդյոք պետք է մենք չարչարվենք հանուն Աստծո սիրուն։ Մենք սիրում ենք Աստծուն եւ Աստված սիրում է մեզ։ Արդյոք դա բավարար չէ։ Երբ մենք խոսում ենք սիրո կատարյալ դրսևորման մասին, ապա դա այն սերն է, որի մասին բարձրացնում է Քրիստոս եւ ասում է ավելի մեծ սեր չկա, երբ մեկը իր կյանքը տալիս է իր բարեկամի համար։ Այդ զոհությունն է, սիրելիներ, ամենամեծ սերը, որը Քրիստոս դրսևորեց յուրաքանչյուրիս համար։ Իսեր յուրաքանչյուրիս փրկության, հանձն առավ ամեն դժվարություն, անարգան, ձախկան, չարչարան, տառապան։ Մենք չէ, որ պատճառեցինք դա Աստծուն, բայց եթե մենք չենք գնահատում այդ չարչարանքը, մենք դառնում ենք հանցակից բոլոր նրանց, ովքեր Տիրոջը դատապարտեցին այդ ամենից։ Եվ երբ Քրիստոս ասում է իր աշակերտներին, մշտապես պիտի խաչը առնեք, նա շարունակում է եւ ասում է, որովհետեւ ով որ կամենա իր անձը փրկել, այն պիտի կորցնի, իսկ ով որ իր անձը ինձ համար կորցնի, այն պիտի փրկի։ Ով որ կամենա իր կյանքը փրկել, խույս տալ, փախչել, հեռանալ այնտեղից, որտեղ որ մեծագույն խորհուրդն է սիրո կատարվում, եւ մեզանից յուրաքանչյուրը իբրև քրիստոնյա կոչված է այդ խորհրդի առջև եւ այդ խորհրդի զգացողության մեջ խոնարհվել Աստծո կամքի առջև, մենք պիտի կարողանանք իսկապես պատրաստակամություն դրսևորել մեր կյանքը տալու, որովհետեւ մենք անդրադառնում ենք, որ երբ Քրիստոս խոսում է այստեղ իր կյանքը մեր անձը տալու մասին, որպեսզի փրկվենք, նկատի ունի այն կյանքը, որով որ մենք հեռանում ենք Աստծուց, այն կյանքը, որը մեզ պահում է մեղքերի մեջ եւ թույլ չի տալիս ճշմարտապես միավորվել Քրիստոսի հետ։ Եվ դա է պատճառը, որ Տերը ասում է, եթե ուրանաք, եթե հրաժարվեք այդ կյանքից եւ հետևեք ինձ, այն ժամանակ պիտի փրկեք ձեր այդ կյանքը, որովհետև այդ ժամանակ դուք փրկվածները կլինեք Աստծո ողորմությամբ եւ երկնքի արքայության մեջ, որովհետև եթե մենք մեր անձերը պահենք, սիրելիներ, ինչ պիտի իրականում շահենք, եթե մենք մեր կյանքը առանց Աստծո խնայենք եւ համարենք, որ մենք ամեն օր շատ լավ ուտում ենք, շատ լավ ապրում ենք, բոլոր հաճույքները վայելում ենք, ամեն ինչից օգտվում ենք, ինչ որ ստեղծել է այս աշխարհում մեզ համար փորձիչը, որպեսզի մենք տարվելով դրանով, հետևելով դրանով հեռանանք Աստծուց, ապա սիրելիներ, դա իրական ձեր կյանքը չէ։ Եվ դա է պատճառը, որ Քրիստոս ասում է իր աշակերտներին, ինչ օգուտ է մարդուն, եթե աշխարհը շահի, բայց իր անձը կորցնի ու տուժի, որովհետև ով որ ինձ եւ իմ խոսքերը ամոթ կհամարի, նրան մարդու որդին էլ ամոթահար պիտի անի եւ գա իր եւ հոր եւ սուրբ հրեշտակների հարկով։ Ինչ օգուտ, եթե մենք ամեն ինչից օգտվենք, սակայն մենք մեր հոգու մեջ կրենք տառապանքը եւ ցավը, որովհետեւ այդ ամենի մեջ չկա արժեք, սիրելիներ, որովհետեւ այդ ամենի մեջ չկա այն կարեկցանքը, որով որ մենք գիտակցելով, որ Աստված է մեզ այդ ամենի ի վերջո արժանացրել, մենք չենք կարողանում այդ ամենը, այդ բարիքը կիսել մեր կողքինի հետ, համարելով, որ դա մեր վաստակն է եւ միայն մենք ու միայն մենք կարող ենք այն վայելել եւ ըմբոշխնել։
Միայն մենք ունենք այդ իրավասությունը և միայն մենք ունենք այդ հնարավորությունը վայելելու, որովհետև չէ որ մենք քրտինք ենք թափել։ Եվ այստեղ ամեանում է Քրիստոսի դերակատարությունը մեր կյանքում։ Այստեղ նաև մենք իբրև քրիստոնյաներ այլևս դադարում ենք այդպիսիներ լինել, որովհետև մենք չենք կրում այլևս Քրիստոսի անունը մեր անձերի վրա և մեր հոգիներում։ Ինչպիսի քրիստոնյաներ ենք մենք, եթե մենք չենք կարող բաժնետից դարձնել ուրիշներին մեր ունեցվածքին, մեր բարիքներին։ Ինչպիսի քրիստոնյաներ ենք մենք, եթե մենք պատրաստականորեն ամուր կերպով, ամենայն հաստատակամությամբ պատրաստ ենք մերժել և մի կողմ բանել մեզանից, մեր ճանապարհից նրանց, ովքեր խնդրամատույց են լինում մեզ, որպեսզի մենք ինքներս մեզ քրիստոնյա զգանք։ Եվ մենք երես ենք դարձնում իրենցից և այդ ժամանակ հարկադրված ենք հիշելու Քրիստոսի այն խոսքը, որ ով ինձ և իմ խոսքերը ամոթ կհամարի, նրա մարդու որդին էլ ամոթահար պիտի անի և գա իր և հոր և սուրբ հրեշտակների արդով։ Այս ամենը սիրելիներ փոխկապակցված է մեր կյանքում։ Եվ չկա հոգևոր կյանք, եթե չկա այնտեղ Քրիստոս։ Չենք կարող մենք քայլել ճշմարտության, սիրով և աստվածային վարդապետության հագեցած ճանապարհներով, Աստծո վկայություններով, եթե մենք Քրիստոսին չունենք մեր կյանքից ներս, եթե մենք ունակ չենք, ինչպես Պետրոս առաքյալն է իր առաջին ընթանական թղթում ասում, ամենքից ուղղելով իր խոսքը, թե խոնարհվեցեք Աստծո հզոր ձեռքի տակ, որպեսզի ժամանակին նա ձեզ բարձրացնի։ Եթե մենք չենք անդրադառնում, որ մենք և այդպես ենք վարվում, ամոթահար ենք անում Աստծուն և մենք մեր հերթին պիտի միայնակ թողնվենք և Քրիստոս հողը հնչեցնի և ուր որ մենք այդ պահին լինենք, անկախ մեր գտնվելու վայրից, կլինենք մայր հողի մեջ և թե կլինենք այլուր, ապրենք այս աշխարհում, այս երկրագամարի ներքո, երբ փողը հնչի, արդյոք մենք դուրս կգանք կյանքի հարության համար և թե դատապարտության հարության համար։ Եվ մեր կյանքի այս կապակցվածությունը խիստ կարևոր է, որպեսզի մենք երբեք չընդվզենք Աստուծո դեմ, այլ ընդհակառակը անդրադառնանք, որ միայն մեր և մեր քայլերն են, որ մեզ հեռացնում են Աստծուց, միայն մեր ու միայն մեր պահվածքն է, որ մեզ զրկում է Աստուծո ներկայությունից, և միայն մենք և սոսկ մենք ենք, որ սիրելիներ Աստծուն ամոթով ենք թողնում և այդ դեպքում Աստված իր սերը ինչպես պիտի դրսևորի մեր նկատմամբ։ Հետևաբար սիրելիներ, երբ վճռականորեն ձեր խաչը առնեք Տիրոջը հետևելու համար, հետևեցեք նրան ոչ թե մասնակիորեն, ոչ թե հատվածաբար, ոչ թե ըստ ձեր քիմքի հաճույքի, ոչ թե ըստ մարդկանց փառատության, որով որ մարդիկ նայեն և ձեզ ասեն ճշմարիտ քրիստոնյա է նա ինչպիսի բարեգործություններ անում, ինչպես է իրեն պահում, սակայն հաջորդ պահին, երբ մնաք միայնակ, այդ ամենը ձեր սրտի օրունքներով իդերև անեք, այլ դուք իսկապես կարողանաք ամբողջապես, մշտապես, իբրև հարատև ընթաց, քայլեք Տիրոջ հետ, ձեր ուսին կրելով ձեր խաչը, և այդ ժամանակ հավատացեք, որ Տերը ձեզ պիտի պարգևի ճշմարիտ կյանք, լիարժեք կյանք, սիրառատ կյանք, որտեղ ներկա է միայն Քրիստոս, Քրիստոս, որ մեզ միայն բարձրացնում է, թևավորում է և հասցնում է հավիտենական կյանքի լուսավոր օթևանները։ Չկա որևէ ավելի մեծ ցանկություն սիրելիներ,
որ մենք կարող ենք ունենալ մեր կյանքում, քան այդ Քրիստոսի արյան գույնով ներկված ճանապարհով խաչով ընթանալու դեպի Աստված, դեպի մեր հոգիների փրկությունը։ Ես հավատում եմ, որ յուրաքանչյուրը անդրադառնալով պիտի այս համարձակությունը, այս ուժը ձեր մեջ գտնեք, պիտի ձեր մեջ գտնեք նաև այն հանձնարարության ոգին, որով որ կարող պիտի լինենք ընթանալու դեպի Աստված, փառվելու Քրիստոսին, այն պարզ և ջինջ հավատով, որ եթե Քրիստոս հարություն է առել մեռելներից, ապա նաև մեզ պետք է հարություն պարգևի, և լավ կլինի, որ հարություն պարգևի կյանքի հարության համար։ Քրիստոս արյավ մեռելով, Քրիստոս արյավ մեռելով, Քրիստոս արյավ մեռելով, այս ամոզունով, այս հավատով, այս ուրախությամբ և այս վստահությամբ քայլենք մեր կյանքի արահետներով, վստահելով հարության Քրիստոսին, որ պիտի միշտ մեզ առաջնորդի դեպի մեր հոգիների փրկությունը և ժառանգությունը հավիտենական խոստացված կյանքի ամեն։ Տիրոջ շնորհը, սերը և խաղաղությունը թող ամենքիս հետ լինեն այժմ և հավիտյանս հավիտենից ամեն։